Ահա Եզոպոսի առակներից մեկը սագի ու ոսկե ձվերի մասին։ Առակը պատմում է այն մասին, թե ինչպես մի հրաշալի օր մի գյուղացի իր սիրելի սագի բնում փայլուն ոսկե ձու է հայտնաբերում։ Սկզբում նա կարծում է, դա ինչ-որ մեկի կատակն է, բայց ձուն դեն նետելուց առաջ որոշում է այն տանել ոսկերիչի մոտ ստուգելու։ Պարզվում է, ձուն մաքուր ոսկուց է։ Գյուղացին նույնիսկ չի կարողանում հավատալ իր հաջողությանը։ Հաջորդ օրը նա ավելի շատ է զարմանում, երբ ամեն ինչ կրկնվում է։ Դրանից հետո ամեն առավոտ հազիվ աչքերը բացած գյուղացին շտապում է սագի մոտ ու գտնում հերթական ոսկե ձվիկը։ Նա աներևակայելի հարստություն է կուտակում։ Ամեն ինչ կարծես հեքիաթային երազում լիներ, ակայն հարստության հետ գալիս է նաև ագահությունն ու անհամբերությունը։ Գյուղացին այլևս չի կարողանում սպասել։ Ողջ օրը, հաջորդ ոսկե ձուն ստանալու համար, նա որոշում է մորթել սագին ու բոլոր ոսկե ձվերը միանգամից ստանալ։ Բայց սագի փորը դատարկ էր։ Ոսկե ձվեր էլ չկային։ Ու չկար նաև դրանք ապագայում ստանալու հնարավորություն։ Մարդկանց մեծ մասն արդյունավետությունը տեսնում է, ելնելով ոսկե ձվերի պարադիգմայից։ Որքան շատ ենք արտադրում, որքան շատ ենք գործում, այնքան մեծ է մեր արդյունավետությունը։ Բայց ինչպես ցույց է տալիս առակը, իրական արդյունավետությունը երկու փոփոխականից բաղկացած ֆունկցիա է, մեկը ստացված արդյունքն է, ոսկե ձուն, մյուսը ռեսուրսներն ու միջոցները, որոնք այդ արդյունքին հասնելու հնարավորություն են տալիս, տվյալ դեպքում սագը։ Եթե ընդունենք վարքագծի այնպիսի մոդել, որը կենտրոնանում է ոսկե ձվերի վրա ու անտեսում է սագին, ապա շատ շուտով կմնանք առանց ռեսուրսների։ Մյուս կողմից, եթե մտածենք միայն սագի մասին, մոռանալով ոսկե ձվերը, ապա չենք կարողանա կերակրել ոչ մեզ, ոչ էլ սագին։ Նմանապես, երբ կյանքում ձգտում եք հաջողության հասնել ամեն կերպ չխնայելով ձեր առողջությունը, պետք է հիշել, որ կլինի արդյունք, բայց ինչ-որ ժամանակ հետո դուք չեք լինի այն վիճակում, որպեսզի կարողանաք ստեղծել նոր արդյունքներ։ Եթե դուք ունեք աշխատողներ ու անընդհատ օգտվում եք նրանց գիտելիքներից ու հմտություններից առանց նրանց մասնագիտական վերապատրաստման մասին մտածելու, դուք մի օր չեք կարող ստեղծել նոր մրցունակ արդյունք։ Գտեք հավասարակշռությունը ռեսուրսի և արդյունքի մեջ և կհասնեք երկարաժամկետ հաջողության։ Այլ հոդվածների համար այցելեք You and World Get Life կամ բաժանորդագրվեք YouTube-ում You and World Life Armenian։